Ոչ մի բան պետք չէ զիջել խաղաղության համար։ Ասեմ ավելին, խաղաղությունն արդեն հաստատված է։ Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, հայտարարել են, որ հակամարտությունն անցյալում է, պայմանավորվել են, որ սահմանները բացվելու են կողմերի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիակատար հարգմամբ։ Եվ այս ամենի արդյունքները մենք արդեն տեսնում ենք։ Արդեն 2 տարուց ավելի է, ինչ մեր սահմաններին հակառակորդի կրակոցից որևէ զինվոր չի սպանվել, սահմանամերձ գյուղերում կրակոցներ չեն լսվում, Ադրբեջանի տարածքով երկաթգծով Հայաստան, Ռուսաստանից եւ Ղազախստանից ներկրվել է հացահատիկ, մեր գործարարները հնարավորություն ունեն նույն տարածքով արտահանել ապրանքներ արտերկիր, եւ սա է խաղաղությունը։ Եվ ինչ պետք է անենք, որպեսզի այս խաղաղությունը լինի մնայուն։ Ընդհանրապես պետք է պահպանենք այն, ինչ ունենք։ Իսկ որ դեպքում խաղաղությունը կլինի մեծագույն ռիսկի տակ։ Եթե Հայաստանն անի այն, ինչ առաջարկում են անել Քոչարյանն ու 2 օլիգարխները։ Օրինակ, եթե Հայաստանը գնա այն տրամաբանությամբ, որ ինքը չի կարող սահմանափակվել իր միջազգայինորեն ճանաչված 29743 կիլոմետր քառակուսով, լավագույն դեպքում չի լինի խաղաղություն, վատագույն դեպքում կլինի պատերազմ։ Կամ եթե Հայաստանը հրաժարվի սահմանազատման գործընթացից, լավագույն դեպքում չի լինի խաղաղություն, վատագույն դեպքում կլինի պատերազմ։ Կամ եթե ինչպես առաջարկում են կրկին Քոչարյանն ու 2 օլիգարխները, Հայաստանը որոշի վերաբանակցել արդեն իսկ նախաստորագրված եւ համաձայնեցված տեքստով խաղաղության պայմանագիրը, որը լիովին բխում է մեր շահերից, լավագույն դեպքում չի լինի խաղաղություն, վատագույն դեպքում կլինի պատերազմ։ Սա պարզ ընտրություն է եւ կարծում եմ հաջորդ ընտրություններին հունիսի 7-ին մենք պետք է կատարենք այս պարզ ընտրությունը։ Մենք ընտրում ենք խաղաղություն, որը արդեն իսկ հաստատված է եւ այն դարձնում ենք անշրջելի, երբ որ մենք 2 տարվա խաղաղությունը, 3 տարվա խաղաղությունը դարձնում ենք 100 տարվա խաղաղություն, կամ ընտրում ենք Քոչարյանին ու 2 օլիգարխներին, որոնք ուզում են գան իշխանության, որպեսզի շարունակեն հարստանալ։ Վերջին 1 ամսվա մեջ Հայաստանի վարչապետը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել է 2 անգամ։ Իսկ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը 1 անգամ այցելել է Հայաստան։ Սա աննախադեպ բան է, ժողովուրդ։ Սա նշանակում է, որ Հայաստանի միջազգային կշիռը շեշտակիորեն աճել է։ Ու հիմա կան Հայաստանում մարդիկ, ովքեր որ Հայաստանը շպրտել են աշխարհաքաղաքական հետնախորշի մեջ տասնամյակներ շարունակ։ Ու այս մարդիկ ասում են Հայաստանը կործանվում է, այս ամեն կգան կփրկենք։ Ինչն է կործանվում։ Խելոքներ։ Բա կործանվող երկրի վարչապետի հետ Միացյալ Նահանգների պես երկրի նախագահը 1 ամսվա մեջ 2 անգամ հանդիպում է, որ ինչ անի։ Բա կործանվող երկրի հետ Միացյալ Նահանգները համագործակցության փաստաթղթեր է ստորագրում։ Բա կործանվող երկրում Միացյալ Նահանգների պես երկիրը միլիարդավոր դոլարների ներդրում է պատրաստվում անել։ Բայց մի բան իսկապես կործանվում է եւ կործանվելու է։ Դա ձեր հույսերն են Հայաստանում իշխանություն զավթելու։ Եվ այդ հույսերը վերջնականապես կկործանվեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Իսկ Հայաստանը ծաղկում է եւ ծաղկելու է։